Hallelujah. Մենք գիտենք չամալի կամակը այսօր, մենք դոներում ենք իրուր տոնը արության, օրհնյալ լինի նրա արությունը, օրհնյալ լինի նրա սուրբ անունը, որ նա կա լինելու է Հալելույա, որտեղ նա նույնն է երեք այսօր և այդը։ Ամեն Տիրոջը, Քրիստոս հարյավներնոց, Գիտեք սիրելիներս, այդ իրադարձությունը, որ կատարվեց երկրի վրա, երկրի կարգավիճակը փոխվեց։ Մենք գիտենք, որ ինչ-որ բան երբ որ տեղի ունենում երկրի մեջ, իրադարձություններ, գործեր, կռիվներ, ու մենք տեսնում ենք, որ այդ իրադարձություններից հետո ինչ-որ բան փոխվում է։ Պետք է կատարվել մի իրադարձություն, որ փոխել երկրի կարգավիճակը, որ փոխել մարդկության ապագայի հարցը, որովհետև մարդ ինքը ծախեց իր իշխանությունը սատանային և սատանան գլուխ վերցրեց ամբողջ աշխարհի վրա, դառավ իշխան, նա էլ արդեն ղեկավարում սա իշխանությունը երկրի վրա և կան Աստծո ծրագիր, որ մարդկություն փրկության համար պետք է վճարվեր, հալելույա, և դա ոչ թե անասունների արյունն էր, որ սա որջակեզներն էին, որջակզոհերն էին, այլ պետք է մեկը, որ պետք է կին վճարել, և դա ամբողջ երկնքի ու երկրի մեջ վստահվեց Քրիստոսին։ Նա թողեց գահը, եկավ երկիր, մարդացավ, խաչվեց, մահացավ և երրորդ օրը հարություն առավ, և հիմա ինքը կենդանի է։ Գիտեք, ցավալի այսօր, որ մարդկությունը աշխարհը ամբողջությամբ չի ճանաչում Քրիստոսին, ամբողջությամբ չի հավատում նրան, ամբողջությամբ չի նվիրվում նրան և իր կյանքը չի հանձնում նրան, որ եկավ որպեսզի մարդկությունը կյանքավորվի։ Ցավ սրտի շատերը կան, որ դուրերեն են քայլում, շատերը կան, որոնք իրենց ակաշներն են փակել, որտեղ եթե ամեն մի ակաշ բացվեր և ամեն մեկը հասկանայի ճշմարտությունը և լսեին Տիրոջ ձայնը, ապա այստեղ լցված կլներ և մարդկանց փրկված մի մեծ բազմություն կլիներ, որոնք կգային ու երկրպագեին Տիրոջը, հալելույա, ամեն։ Բայց սա սրտի մենք տեսնում ենք, որ այսօր մարդկանց մեծամասնությունը անտարբեր է, անուշադիր այն իրադարձությանը, որը որ կատարվեց։ Գիտես, այսօր կարելի է այդ իրադարձությունը նայել շնչով, ու մարդկային ձևով նայել, բայց հոգով երբ որ նայում ես, դու տեսնում ես դրա հետևում ինչ մեծ առավելություն կա, ինչ արեց Աստված, հալելույա, ամեն, իմ ու քո համար։ Բայց դու կողքին տասա, իմ ու քո համար կինավճարված։ Եվ ես գնահատում եմ այն։ Գիտես թե գնահատում, որովհետև ես շատ բաներից հրաժարվում եմ, որ Քրիստոսին շահեմ։ Ես մերժում եմ աշխարհը, մերժում եմ ցանկությունները, մերժում եմ չարին և գալիս եմ այն բարի, հավատալի, ամեն Աստծո հետևից, որը որ միշտ ինձ ուղղորդում է դեպի իր ճշմարտությունը և ես այդ ճշմարտությունը ինձ բռնած քայլում եմ դեպի առաջ, հալելույա։ Դրա համար այսօր Աստված կանչում է մեզ, որպեսզի հարավորվի մեր կյանքում։ Այո, ես ասում եմ ու նորից կասեմ, նրանց որ տրված է, հալելույա, նրանցից է շատ է պահանջվել, բայց ում որ քիչ է տրված, քիչ է պահանջել։ Բայց այսօր Աստված մեզ շատ բան է տվել, որպես մենք հասկանանք, ունենանք մեր տունը, հալելույա, ունենանք մեր ընտանիքը և այդ ընտանիքը այս եկեղեցին է, որի մեջ Աստված բերել է ինքնադրել մեզ, որ ուզում ենք դառնանք իր մարմնի մասնակիցը, դառնանք մարմնի անդամը, որ վայելենք այն ամեն ինչ որ Տերը խոստացել է իրեն վարձողությունների և իրեն հավատացողների համար։ Ես որ ամենակարևորը այդ հավատարմությունն է, որ Աստված ուզում է մեզանից, որ մենք հավատարիմ գտնենք մեր բոլոր վարկերում, որպեսզի շահենք Քրիստոսին մեր կյանքի մեջ և հասկանանք այն գինը, որ նա վճարել է
Հալելույա, ամեն։ Գիտեք շատ մեծ տառապանքի եւ սա մեծ ցավի միջով անցավ Քրիստոսը, որպեսզի այսօր մենք այստեղ հավաքվենք այստեղ միմյանց շփտանք, շնորհավորենք եւ ասենք, որ Քրիստոս հարյավի մեռելով, բայց միջև հարցումը մենք տեսանք, թե ինչ ճանապարհ անցավ մեր Քրիստոսը, Հալելույա, մեր Տերը, Փառք Հիսուսին։ Ինչպիսի անարգան նա գրեց հետոնոսներից, հենց հրյաներից, հենց հարիսիներից, հենց են ծավալներից, ովքեր որ վերկա ճանաչեին Քրիստոսին, հալելույա։ Որտեղ Աստված ի սկզբանե իր անարգարանների միջոցով ասել է, որ այո ծնվելու է մեկը, որը որ լինել է մեսիան, որը գալի է փրկելու աշխարհը։ Եվ նրանք լավ գիտեին, դրա համար սկսում էին քննել, բայց երբ որ եկավ իր ամբողջ զորությամբ եւ այն վարդապետությամբ, որ իրանք չունեին, այն զորությամբ, որոնք իրանք չունեին, ինչը նախանձը դրտեց նրան, որ նրանք չընդունեն այդ հակառակությունը մերժեց Հիսուսի հարուստը։ Եվ հենց դա է պատճառը, որ Հիսուսը շատ ժամանակ համիմանում էր, խոսում էր եւ ասում էր, եթե ճանաչեիք Հորը, ինձ էլ կճանաչեիք։ Եթե ճանաչեիք Հորը, ամեն ինձ կճանաչեիք որպես Տեր ու Քրիստոս, Փառք Հիսուսին։ Բայց շատերը գնացին նրա հետևից, շատերը ճանաչեցին, շատերը թողեցին, շատերը փախան, եւ մենք տեսնում ենք, թե ինչ ճանապարհ անցավ, որպեսզի այսօր մեզ սովորեցնի անցնել այդ ճանապարհը, որ մենք հավատարիմ գտնենք մինչև վերջ Քրիստոսին, հալելույա, ամեն, որտեղ վերջնական մեր նպատակն է հասնել նրան, լինել նրա հետ, որտեղ նա ասեց, որ որտեղ ես եմ, այնտեղ էլ դուք կլինեք։ Եվ Աստված ուզում է, որպեսզի այսօր այս հարության հրաշալի օրը, ամեն, մեր կյանքի մեջ, մեր հոգևոր կյանքում ինչ-որ բան փոխվի։ Ոչ թե միայն մեր ֆիզիկականով, մեր շնչի, ամեն մեր քայլերի մեջ այն մեր հոգևոր կյանքում։ Որտեղ ինչ արեց Աստված, մեզ հոգևոր վերածնունդ տվեց։ Նա վերստին ծնեց մեզ իր հոգով, որ մենք հավիտենական կյանքը շարունակենք։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ շատ ժամանակ մենք պետք է ամեն ժամանակ, ոչ թե շատ ժամանակ, այլ ամեն օր պետք է հասկանանք, շնորհակալ լինենք, գոհանանք Տիրոջից, այն ամենի համար ինքը ինչ-որ տվել է ինձ։ Գիտեք, մենք դեպի խոսք խոսում ասող խոսքի մեջ ասում է ձեզ ընդունեն, ինձ են ընդունելու, ձեզ չընդունեն, ինձ չեն ընդունելու։ Գիտեք, այսօր շատերը մարդուն նայում են որպես մարդ, այլ ոչ թե նայում են որպես ամրոց Տիրոջից ուղարկված, ոցված մարդ, որ վերում է Տիրոջ խոսքը երկնքից։ Եվ այսօր շատերը, ովքեր որ խոսում են ասող խոսքը, կարոզում են, նրանք պետք է օծություն ունեն Տիրոջից խոսելու, հալելույա, որտեղ եթե այդ օծությունը չունենա, ոչ ոք չի կարող խոսալ Տիրոջի մասին։ Փառք Հիսուսին։ Բայց որ նա Տիրոջ կամքը, որպեսզի այսօր մենք ամբողջական լինենք նրա մեջ։ Հալելույա, ամեն։ Ու տեսեք ինչ շետակի բան կատարվեց։ Ով ասում լսի Տիրոջը ու գնա իր այդերից։ Այսօր հենց դա է ամենակարևորը, որ դու լսես Տիրոջը, հալելույա, գնաս իր այդերից։ Այսօր շատերը ոչ թե Տիրոջ ձայնն են լսում, այլ չգիտեն ինչ ձայնն են լսում եւ գնում են ուրիշ տեղեր, մտածելով որ այդ ուրիշ տեղերում նրանք կլսեն Տիրոջը։ Ես ձեզ ասեմ, այսօր օրը եւ Աստված այսօր կանչել է մեզ, որպեսզի մենք առաջինը իրան լսենք, հալելույա, ամեն, որովհետեւ շատերը գտան ասում են իմանունից, բայց քննեք եւ նրանց պատուղներից իրանց ճանաչել։ Իսկ եթե մարդու մեջ չար պատուղա մարդը հակառակության մեջ ապարա Քրիստոսին չի փառավորում։ Մենք ինչ պետք է անենք սիրելիներս, մենք պետք է անենք Աստծո մեջ, հնազանդության, խոնարհության մեջ, հավատքի մեջ, հալելույա, եւ այն գործի մեջ որ Աստված մեզ դրել է, որովհետեւ մեզ դրել է իր մարմնի մեջ, որ մենք գործողություն անենք մարմնում, որպեսզի մեր կյանքը կյանք լինի, հալելույա, որ մենք լինենք օգտագործված։ Եվ պատկերացրու, եթե աչքը որդին ասի ինձ պետք չես, հալելույա, կամ գիտես այն անոթները, որոնց միջով բխվում է մարդու այն արյունը, այդ անոթը ասի արյունը ինձ պետք չի, կամ արյունը ասի անոթը ինձ պետք չի, որտեղ այս անոթն է, որը հնարավորություն է տալի արյունին մղվել այնտեղ, որտեղ որ նա անհրաժեշտ է։ Դրա համար դու անհրաժեշտ ես Տիրոջ, տան մեջ անհրաժեշտ է քո ներկայությունը, անհրաժեշտ է քո գործողությունը եկեղեցում, հալելույա։ Որտեղ դու թողին ասել, դու անհրաժեշտ ես Տիրոջ գործանալու, հալելույա։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Տեսեք, Հովհաննես 18-րդ գլխի 36-րդ խոսքից եմ ուզում կարդալ։
Հիսուսը պատասխանեց. Իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Հարկ Տիրոջը։ Նայեք, Քրիստոսը հայտարարություն անում Պիլատոսի առջև եւ նա ասում է. Իմ թագավորությունը աշխարհից չի։ Ամեն, որովհետև աշխարհի թագավորությունը անցողի կա, բայց երկնային թագավորությունը, այն թագավորությունը, որ Քրիստոսին է հավիտենական։ Հիսուսին, ամեն, եւ այդ հավիտենական թագավորը, հավիտենական թագավորության մեջ այսօր կանչել մեզ, որպեսզի մենք աշխարհի մերժենք եւ մտնենք այն թագավորության մեջ, որտեղ որ Քրիստոսն է թագավորում։ Հասկանալի է։ Փառք Հիսուսին։ Աստվածից կանչել է։ Որ ոչ թե այս աշխարհի կյանքով ապրեմ, այլ ապրեմ այն կանոններով, որը երկնքի արդարությունը արտադրում է ինձ վայելելու իմ կյանքը։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Եթե իմ թագավորությունը աշխարհից լիներ, ապա իմ ծառաները կռիվ կանեին, որ չմատնվեն հրեաների ձեռը։ Ում ձեռը? Ով են հրեաները? Աստծո ժողովուրդ։ Փառք Հիսուսին, ամեն։ Եվ իրոք շատ կարևոր է, որ այսօր Աստծո ժողովուրդը լինի լսված հոգով։ Ոչ թե աշխարհի թագավորության կանոններով կայնվի, այլ այն թագավորության, որ Քրիստոսն է բերել։ Ամեն։ Համաձայն ես։ Համաձայն ես Աստծո խոսքին։ Նա ասում է իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Փառք Աստծո, այո, մենք ապրում ենք աշխարհի մեջ, բայց ուրիշ թագավորության քաղաքացիներ ենք։ Մենք երկնային արդարության քաղաքացիներ ենք եւ մենք Աստծո զավակներ ենք։ Հալելույա։ Ամեն։ Գողկանին որ չմատնեն հրեաների ձեռը, բայց հիմա իմ թագավորությունը այստեղից չի։ Պիլատոսն էլ ասեց նրան, ապա ուրեմն դու թագավոր ես, արծա տալիս։ Պատասխանեց Հիսուսը, դու ես ասում, որ ես թագավոր եմ։ Ես դրա համար եմ ծնվել եւ եկել աշխարհ, որ ճշմարտությանը վկայեմ։ Հալելույա։ Ասա ճշմարտություն։ Հենց ասում եմ, ես դրա համար եմ ծնվել, որ գամ աշխարհը ճշմարտությունը վկայեմ։ Որն է ճշմարտությունը։ Հալելույա, ամեն։ Այսօր շատ մարդիկ չգիտեն որն է ճշմարտությունը, ճշմարտությունը Քրիստոսն է։ Նա ինձ հայտարարեց եւ ասեց ես եմ ճշմարտությունը։ Փառք Հիսուսին։ Եվ ով է հասկանում այդ ճշմարտությունը, որ Քրիստոսի մեջ է, նա այն մարդը, ով իսկապես ընդունում է Քրիստոսին իր կյանքի մեջ եւ ինքն էլ Քրիստոսի մեջ, ամեն, ինչ անում բարձրանում է։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ասում ես ես դրա համար եմ եկել, ծնվել եւ եկել աշխարհ, որ ճշմարտությունը վկայեմ։ Ամեն ով որ ճշմարտությունից է, ասա ես այսօր ուզում եմ դեր որ ճշմարտությունից լինեմ։ Բարձրացած է դասը դեր ուզում եմ որ ճշմարտությունից լինեմ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Փառք, մեր Աստծուն, հալելույա։ Տեսեք ինչ հայտարարություն անում Քրիստոսը վերջին ժամերն են, ինքը գիտի այն ինչ որ պետք է արվի նա հետ։ Նա գիտի թե ինչի է դնում նա, հալելույա։ Նա գիտի վերջը, նա գիտի որ դա Աստծո կամքն է, որ հենց դրա համար է ինքը ծնվել երկրի, որ իր շնորհքով ամեն բան փոխվի։ Եվ հենց այս օրը, Քրիստոսի օրը, ասա Քրիստոսի խաչելության օրը, երկրի կարգավիճակը փոխվում է։ Հալելույա։ Ինչա դատարկում խաչի վրա, սատանան բախվում է։ Ասա օդի իշխանը բախվում է։ Քրիստոսը հաղթում է։ Եվ նա հաղթել է մեր կյանքի բոլոր դժվարությունները։ Ամեն, նա հաղթանակ է տվել մեզ, որպեսզի մենք հաղթողի դիրքում լինենք։ Փառք Տիրոջը, որ մենք կարողանանք հաղթահարել այս աշխարհում եղած բոլոր դժվարությունները հասնելով այն ուժին, որ Աստված տվել է մեզ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ով որ ճշմարտությունից է իմ ձայնը լսում է։ Գիտեք, թե Հացատանի 35-րդ դեպքում Պիլատոսը նրան ասեց, ինչ է ճշմարտությունը։ Փառք Տիրոջը, հալելույա։ Ինչ է ճշմարտությունը։ Այս աշխարհը չի իմանում։ Բայց Աստված հեղափոխություն արեց աշխարհի մեջ, որ մարդիկ հասկանան ինչ է Իրանից ներկայացնում ճշմարտությունը, հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն, որտեղ մենք այսօր պետք է
ճիշտ ապրենք։ Մենք մեկս մեկի հետ պետք է Աստծո խոսքով կապված ենք։ Դու այստեղ ես, որտեղ Աստված ուզում է կապի մեզ։ Աստված ուզում է իր շունչը, իր հոգու շունչը հավաքի մեզ, որպեսզի այդ հոգու կապը ամրանա մեր մեջ, որպեսզի երբեք սատանան չկարողանա մուտք գործի այնտեղ, որտեղ որ Քրիստոսն է։ Հավաքենք այդ ժողովուրդը։ Իսկ այսօր նա ինքն է հավաքել մեզ, որպեսզի մեզ ավելի ամրացնի եւ ասի, որ մենք այլևս այս աշխարհից չենք, որ մտածենք աշխարհի մասին։ Այստեղ ես դու Փառք Հիսուսի վրա ես։ Հալելույա։ Ուզում եմ դեռ դարձան այսօր կապ ճանիքներով ուղղել ձեանները, որովհետև ունենք միջոցառում ու ես հավատում եմ հրաշալի ժամանակ ունենանք, որ դուք վայելես այն ուրախությունը, որ Աստված ուզում է տա, հալելույա, ամեն։ Եվ այո, շատ ցավալի է, որ շատ մարդիկ այսօր սեղանների շուրջ են հավաքվում, հալելույա, տոնում են Քրիստոսի ծնունդը, բայց մոռանում են աղոթել, մոռանում են փառք տալ Աստծուն, մոռանում են գոհանալ այն ամենի համար, ինչ որ Տերը արել է իրենց համար։ Փառք Հիսուսին, ասա փառք Հիսուսին։ Հիմա կասեմ, որ մենք չպետք է մոռանանք այն ինչ որ Տերը արել է, դա առաջին թագավորաց երկրորդ գլխից եմ ուզում կարդամ, հալելույա։ Երկրորդ խոսքը Տիրոջ պես սուտ չկա, ասա Տիրոջ պես սուտ չկա, հալելույա, հիմա տեսեք, ով ամեն Աստված և ինչ հնարավորությունների Տեր, Փառք Հիսուսին, որովհետև մենք պետք է հասկանանք ով ամեն Աստված, մենք պետք է հասկանանք թե ինչի համար ենք գալիս հավաքվում ծառայում նրան, որն է մեր քարու նպատակը, որն է մեր հավատամության նպատակն է և ինչն է, որ կարևորում է Աստված մեր կյանքում, հալելույա, կարևոր է մեր կյանքում ունենալ Քրիստոսին, ունենալ նրա ճշմարտությունը և պահել այն, ինչ որ Տերը խոստացել է իրեն հավատացողներին, հալելույա, ամեն, ու տեսեք, ասում է, Տիրոջ պես սուտ չկա, որտեղ քեզանից ջոկ չկա և Աստծո պես վեր չկա, այլևս հպարտությունով մի բարձենա, ինչ արեց, խաչի վրա Քրիստոսը ջարդախեց մարդկային հպարտություն, ստես, այն հպարտությունը, որ բերում աշխարհը, և բարձանք, մի բարձենանք, և ձեր բերանից մեծաբանություն դուրս չկա, որտեղ Տերը գիտությունների Աստված է և նա կշռում է ոսկերը, հալելույա։ Ամեն մարդու խոսակցության, հետևում Աստված նայում է, ինչ կարող լինի։ Այստեղ ես դու։ Եթե մարդը ինքը բարձած է, եթե մարդը ինքը մտածում է, որ ինքը կարա իրանով ինչ-որ բան այս աշխարհում փոխի, նա սխալվում է, որովհետև Աստված է ամեն ինչ զգում և ամեն բան անում։ Ասա իմ Աստված ամենակարող Աստվածն է։ Հալելույա, հիմա նայեք։ Հալելույա, որտեղ Տերը գիտությունների Աստվածն է, նա կշռում է գործերը, զորավորների աղեղները կոտրվում են, բայց տկարները ուժ են հագնում։ Հալելույա, ասա ես այսօր ուժ եմ հագնել։ Ուժները հացի համար վարձկան եղան, բայց սովածները դատարեցին սովելուց։ Քանի որ ամուրը 7 զավակ սերեց, բայց շատ զավակ ունեցողը տկարացավ։ Տերը մերձնող և կենդանացնող։ Ասա Տերը մերձնում և կենդանացնում և հարություն ատավես։ Տեսեք, գերեզման իջեցնողը և վերհանողը, հալելույա, ամեն, մերձնողը, կենդանացնողը, գերեզման իջեցնողը և վերհանողը, հալելույա, Փառք Հիսուսին, մեր Տերը խաչվեց, մահացավ և երրորդ օրը հարություն ատավ։ Ասա ես այսօր հարության Քրիստոսի հետ եմ։ Մենք էլ մեռանք մեղքի համար, հալելույա, թաղվեցանք և հարություն ատավ։ Եվ ասում են հիմա դու ձերը չեք այդ Քրիստոսին։ Ո՞վ է Քրիստոսին։ Փառք Հիսուսին։ Բայց դա միայն խոսքերով չի։ Դա ապրելակերպ է, որ մենք պետք է ապրենք։ Մենք տեսանք այն հեղաշրջումը, որ Քրիստոսը կատարեց և այն ընթացքը, որը հենց այդ ժամանակ փոխվեց, մենք տեսանք աշակերտների, հալելույա, ամեն, վերափոխումը Պենտեկոստեի օրը։ Երբ որ Սուրբ Հոգին իջավ, ամեն բան փոխվեց։
ասա Քրիստոսի մահով եւ հարությամբ երկիրը փոխվեց։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ մենք այդ փոխված երկրի մեջ բնակվողներս Քրիստոսի իշխանության տակ ենք։ Հալելույա։ Ասա մեր թագավորությունը երկնքից է։ Եվ նա է թագավորը։ Գիտեք շատ ժամանակ մարդիկ մոռանում են թագավորության օրենքները։ Թագավորը, հալելույա, մի անձն է որոշում ինչ պետք է անի։ Հալելույա, ընդ դեմոկրատիա չկա։ Թագավորական կարգ, ասա թագավորական կարգ, թագավորական հրամաններ, որոնք դուրս են գալի եւ ինչ անվերապահորեն պետք է կատարվեն այն թագավորության հրամանները, որտեղից գալիս է հրամանը։ Փառք Հիսուսին, ամեն։ Ասա մեր Աստված է մեր թագավորը։ Հիսուսն է թագավորների թագավորը։ Փառք Հիսուսին, ամեն։ Եվ նա ինչ որ ասել է այդպես էլ պետք է անենք։ Մենք չենք կարա արամանենք, դիտես անհոգ լինենք այն ամենին, ինչ որ թագավորը իր թագավորական հրամաններով հրամայում ունես։ Փառք Հիսուսին։ Տերն է աղքատացնողը և հարստացնողը, ցածացնողը և բարձրացնողը։ Սիրելիներս, նայեք, սա հենց այնպիսի խոսքեր չէ, սա Աննայի աղոթքն է, երբ որ իրան շատ նեղում էին ամուր լինելու համար, երեխա չունենալու համար, բայց նա Տիրոջը վստահեց իր կյանքը, եկավ և խոսք տվեց Տիրոջը։ Տեր իմ Աստված, տուր մեկին, տուր ինձ երեխա, և ես կնվիրեմ քեզ, հալելույա։ Փառք Հիսուսին։ Այսօր շատ ժամանակ մենք խնդրում ենք ու Աստված ինչ-որ բան տալիս է, բայց մոռանում ենք այն Աստծո տվածը տանկինը, որ խոստացել ենք։ Փառք Հիսուսին։ Ասա Փառք Հիսուսին։ Ասա այսօր իմ կյանքը քեզ եմ տալի Հիսուս։ Նորից ասա։ Եվ աղբից Գերնիցը բարձրացնում է տնարկին աղբատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների ու փառքի գային բազմեցնի նրանց, հալելույա։ Փառք Տիրոջը, ասա Աստված իմ համար թագավորություն է պատրաստել։ Որտեղ երկրի հիմները Տիրոջն են և աշխարհը նրանց վրա նա հաստատեց։ Նա կպային շուրթերի ոտքերը, բայց չարագործները մութի պես կպապանձվեն, որտեղ մարդը Հալելույա, ուժով արտոք չի, ասա մարդը իր ուժով ոչինչ չի կարող։ Ամեն։ Տիրոջն են հակառակողները կփշրվեն, նա երկինքից նրանց վրա կորոտա, Տեր կտատի երկրից ծառերը և ուժ կտա իր թագավորին։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Իր օծյանի երկրը կբարձրացնի։ Գաստ է մարդը որոցված Աստծուց։ Ասա իմ երկրը բարձրացնելու Աստված։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Եվ ինչ է այս ամենի հետևում կանգնած, որ մենք պետք է հավատանք, որ ամեն բան ինչ որ կատարում է երկրի վրա, դա Աստծո զգացման տակ է։ Բայց պետք է փոխվել իրադարձությունը, պետք է երկիրը փոխվել, պետք է հետ վերցվել այն իշխանությունը, որը ծաղկված է։ Եվ դրա համար Աստված այնպես սիրեց աշխարհը, ասա, այնպես սիրեց աշխարհը, որ Քրիստոսին տվեց։ Ասում ես հենց դրա համար ծնվեցի, եկա, որ ճշմարտությունը խոսան, եւ նրանք ովքեր ճշմարտությունը ճշմարտությունից են լսեն իմ ձայնը ու հետևից հալելույա։ Ամեն։ Բայց այսօր շատերը ցավոք սրտին չեն լսում այդ ձայնը ու չեն գնում իր հետևից։ Եթե մենք նայենք մեր շուրջը, մենք կտեսնենք այն ամեն ինչ որ կատարվում է, մարդկանց ամենությունը, անտարբերությունը։ Ես վերջի ժամանակներն են սիրելիներս։ Այո, եւ քանի գնա, ինչքան գնա ժամանակը մոտենում է, հալելույա, մոտենում է մեր Տիրոջ գալուստին։ Որտեղ այսօր մենք ապրում ենք վերջի ժամանակներով եւ այնպես զգուշ պետք է լինենք եւ գնահատենք այն մեծ զոհը, այն մեծ գինը, որ Տերը մեր համար արել է, հալելույա։ Ամեն։ Եսայա 53 գլուխ Երեք այստեղ ինքան հետաքրքիր ձևով Տիրոջ ներկայացնում, հալելույա, ամեն, որ նայում ենք
Պիղատոսի հետ հանդիպման ժամանակ ոնց էր խոսում դերը ինչով նա անցավ։ Իրեք այսօր մի փոքր դժվարություն ա գալիս մարդիկ մոռանում են և սկսում են չարանալ։ Մոռանում են մեզ գինը որ դերը վճարել է Հալելույա։ Որ ինքը խոսացել է և ասնաճանի գետացեք և անի արեք։ Եվ այսօր այդ հրաշալի օրը, որ մեր ուրախությունը պետք է լցված լինի, որ մենք փոխվեցինք դեպի կյանք, որ մենք մահացած ենք, բայց Քրիստոսը մեր փոխարեն մահացավ։ Եվ այսօր կյանք ա տվել, որպեսզի մենք այդ կյանքը ուրախությամբ ապրենք մեր կյանքի բոլոր օրերին այս իրիկի վրա։ Հալելույա։ Բայց գիտեք, մի հետաքրքիր բան ասեց Հիսուսը, ոչ մեկին ինձանից ավել չսիրեք։ Ով որ իր հորմոր ինձանից ավելի սիրեց, նա ինձ արժանչի։ Ով որ իր երեխաներին ինձանից ավելի սիրեց, ինձ արժանչի։ Գիտեք շատ ժամանակ մենք լսում ենք, ասում ենք, դեպի Աստված այդ ինչ հրաշալի խոսքեր են, եւ շատերի համար հրաշալի չեն, շատերի համար ցավոտ են, ոնց դեպի մեր հոր չսիրեն, բայց Աստված ասում է, չի ասում մի սիրի, ասում է ինձանից ավելի սիրես։ Գիտեք ոչ մեկ չէր գնա այդ զոհին, որ մեր Տերը գնաց։ Նա գնաց և մեր փոխարեն, և մեր ծնողների փոխարեն, և մեր երեխաների փոխարեն, և մեր ծնողների փոխարեն նա զոհարեց, որ ոչ մեկ չէր անում։ Եվ պետք է գնահատվի այդ զոհը այսօր։ Հալելույա։ 5-րդ խոսքից եմ ուզում դարձան, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ։ Ասա իմ համար։ Մտտվի կողքին տասակ քո համար։ Նույն պատկերացնա, որ մեկը քո համար այդքան դուշեց, այդքան ցավ պատճառեցին իրան։ Եվ մեր անօրությունը նրանք հարվածվեցավ։ Ամեն մեր սխալի համար, Հալելույա ինչպես ցավ էր կրում իր անարմունի վրա։ Ամեն մեր անօրությունների համար, ամեն մեր սխալների համար։ Մեր խաղության պատիժը նրա վրա եղավ։ Եվ նրա վերքերով մենք բժշկվանք։ Հալելույա։ Ասա ես բժշկվել եմ։ Մենք ամենս ոչխարներին մոյս մոլորվեցանք յուրաքանչյուր իր ճանապարհին տարավ և Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։ Նա ամիրալություն կրեց և չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ։ Ինչպես մի ոչխար, որ մարդելու է տարվում և ինչպես մի մունջ մակի իր խոզողների առաջին այնպես իր բերանը չբացավ։ Կալանքից և դատապարտությունից վեր առնվեցավ և նրա ազգատոմով կարող է պատմել, որտեղ նա կտրվեցավ կենդանիների երկրիցը և իմ ժողովրդի մեղքի համար նա զարթվեցավ։ Փառք ես Տեր ջան, այն ամենի համար ինչ որ դու անել ես։ Հալելույա։ Եվ ամբարիշտերի հետ որոշվեցավ նրա գերեզմանը, բայց հարուստի եղավ նա մեր ժամանակը, ըստ այն նա զրկողություն չէր արել և խաբություն չկար նրա բերանում։ Բայց Տերը հաճեց նրան զարկել ու ցավեցնել, երբ որ նրա հոգին մեղքի զոհն արավ, նա պիտի սերուն տեսնե և օրերը երկարացնե, և Տիրոջ հաճությունը պիտի հաջողվի նրա ձեռքովը։ Հալելույա։ Ամեն։ Ասա իմ կյանքը հաջողվելու է Աստծո ձեռքով։ Նրանցս կամպու կեզ ասա գողքինի կամերա քո կյանքը Տիրոջով Հարկիսիսի։ Ամեն։ Մեր կյանքը։ Իր ամսի աշխատության պտուղը պիտի տեսնե և կշտանա։ Իր գիտության պիտի արդարացնի մարդար ծավան շատերին։ Ասա ես արդարացված եմ նրան։ Նորից ասա ես արդարացված եմ նրան։ Հալելույա, ասում իմ ծավան, արդար ծավան, պետք արդարացնի շատերին, որտեղ նրանց անմերությունը ինքը կրեց։ Ինքը կրեց և ես արդարացված։ Ես մեղավորներից ինքը արդարացրեց, բայց այդ պատիժը ինքը կրեց։ Իսկ մենք այսօր չենք ուզում ներենք, չենք ուզում սիրենք, չենք ուզում ինչ-որ բարի բան անենք։ Այն փոքր ժամանակը, որ Տերը ուզում է, որ մենք միասին հավաքվենք և մեր գոհության ձայնը բարձրացնենք նրան, եթե չենք ուզում տրամադրել։ Որտեղ
ցանկություն անունի ադարձել մասնասուն հետևել։ Դրանց սիրելիներս այսօր լուրջ որոշումների ժամանակ որ մենք պետք է ընդունենք, հալելույա, այսօր որ նա արել է մեր փոխարեն։ Ինքը կրեց այդ բոլոր ցավերը, որ մենք այսօր ազատ լինենք։ Եվ նա շատերի ներքը վերահավ և հանցավորների համար միշտ նորթեց, հալելույա, ամեն։ Հիմա սս մտածում ես քո կյանքի ժամանակների համար թե ով էիր, որտեղ էիր, և ինչու ես քեզ, ինչու ես դու, և սկսեցի հաստալ, ինչու ես ես, այո ես հանցավոր էի, բայց դու իմ հանցանքները ներեցիք, այո ես մեղավոր էի, բայց իմ մեղքերը դու վերցրեցիք քո վրա, այո Տեր իմաստված ես չար էի, բայց դու բարիով հաղթեցիք չարին, ես մեռած էի Տեր իմաստված, բայց դու կենդանացրեցիք ինձ, ես Տեր իմաստված մոլորված էի, բայց դու ինձ քո ճշմարտության բերեցիք, դու ձայն տվեցիք, և ես այսօր տալիս եմ քո ձայնի հետևից, հալելույա, որովհետև ճանաչեցի քեզ մի հատ Տեր ու Քրկիչ, հավատացի քեզ Հիսուս, որ դու խաչվել ես ինձ համար, որ դու մահացել և երրորդ օրը հարություն ես արել, և դրա համար ես այսօր վերստի ինձ ամաց եմ Տեր, որ ուզում եմ գամ քո հետևից մինչև վերջ հավատալին և կատարեմ քո կամքը, դրա համար շնորհակալ եմ Տիրոջից ամեն նրա արած գործի համար, այն ամենի համար ինչ որ նա արեց խաչի վրա, ինչ որ անում է հիմա, և ինչ որ տանի մեր ապագայում, հալելույա, եղեք օրհնված սիրելիներս և ամուր դիպչեք, ամուր կպեք մեր Տիրոջը և թող այս հարության տոնը մեր կյանքերի մեջ այդ նույն փոփոխությունը բերի, ինչ որ խաչի վրա կատարվեց և աշխարհը փոխվեց, հալելույա, ամեն։ Այսօր Աստված ուզում է փոխված մարդիկ, այսօր ուզում է դիարթարացված, մեղքերից ազատ, անսրտության մեջ ապրող մարդկանց, որպեսզի ինքը փառավորվի իր սուրբ եկեղեցու մեջ, հալելույա, ամեն։ Իսկ ով են նրա անունը կրողները, չէ՞ որ մենք, հալելույա, որ աշխարհի մեջ մենք լույս պետք է դառնանք, որ պետք է տարածենք Տիրոջ լույսը, նրա սերը, որ մարդիկ էլ տեսնեն, ապաշխարեն ու հետ կանգնեն Տիրոջը, այլ ոչ թե ավելի շատ գնան իրաց ցանկությունների հետ, հետևից եւ իրաց ժամանակը վատեն աշխարհի մեջ, այլ Քրիստոսի հետ գնան այն հավերժական կյանքի մեջ, որ Տերը իր անձով, իր կյանքով, հալելույա, ամեն հաստատեց այդ ամենը երկրի վրա, որ մենք այսօր հավատարիմ լինենք, խոնարհ լինենք եւ համարձակ լինենք ասելու, այո, Տեր, դու մեր փոխարեն խաչվեցիր, որպեսզի մենք այսօր լինենք քո զինվորները, լինենք քո զավակները, լինենք քո վկաները երկրի վրա, որովհետեւ դու Տեր իմաստված ոչ մեկ քո կյանքը չտնայեցի, այլ մեզ Տեր իմաստված ընտրեցի, որպեսզի մենք լցվենք քո սուրբ ոգով, վերստին ծնունդ առած քայլենք առաջ եւ տանենք քո բարի լուրը բոլորին, ովքեր որսոր մոլորված ոչխարների պես անեն գալիս։ Հարթի գալիս, եւ Քրիստոս հարություն առավ եւ օգնյալ է նրա հարություն։